Նամակ ժողովրդին, որը ներկայացնում եմ ամբողջությամբ, ես կարդամ. Իմ շատ սիրելի ժողովուրդ, նախ ցանկանում եմ ամբողջ սրտով խոնարհ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր աջակցության եւ զորակցության համար եւ ձեր ներողամտությունը հայցել անհարմարություններ պատճառելու համար։ Ստի եւ կեղծիքի վրա հիմնված չարիքի իշխանությունը այլ կերպ չի կարող վարվել, քան հալածելը, լռեցնելը բոլոր նրանց, ովքեր ճշմարտության եւ արդարության ճանապարհի մարտիկներն են, ում համար թանկ է հայրենիքը, սեփական պետությունը եւ պատիվը։ Չկա ավելի քաղցր երևույթ, քան հալածվելը հայրենիքի եւ պատվի համար։ Պատիվ է մեզ համար անցնել այս ճանապարհը։ Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, մեր որոշումը մեկն է։ Մեր խոցված մոր մայր Հայաստանի ազատագրումը, մեր պատվի եւ ուրախության վերականգնումը։ Չտրտմեք, չընկճվեք, չկասկածեք եւ չտատամսեք։ Իր վերջին օրերն ապրող չարիքը գլորվելու է եւ մենք կերտելու ենք մեր կյանքի նոր արշալույսը։ Այո, հոգեվոր Հայաստանը պետք է հաղթի այս նոր Հայաստանին, եռագույնը, սև ու սպիտակին, տաճարը փողոցին։ Քանի որ մեր երազներն ու իղձերը ավելին են, քան մեր կյանքի սահմանափակ թվով օրերը։ Ապրում եմ կյանքիս ամենաերջանիկ օրերը, քանզի հենց ինձ եւ ձեզ է տրված իրականացնելու մեր տան կառուցման առաքելությունը, կյանքի կոչելու մեր ավետյաց երկրի տեսիլքը։ Մեր հաղթանակը այլընտրանք չունի։ Հետգրություն փաստաբան Սերգեյ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ ԿՊԵ-ական պատգամավորները սուտ լուրեր են տարածում, իբր դատական նիստի ընթացքում հաստատել եմ չարիքի իշխանության տարածած ձայնագրությունների իսկությունը։ Ստի ու կեղծիքի իշխանությունը չի կարող այլ բան անել, քան սուտ ու կեղծիք տարածելը, բայց, ինչպես արդեն ասացի, ստի վերջը մոտ է։ Ամեն բան լավ է լինելու, Բագրատ arczepiskopos Գալստանյան։